Ուզում եմ կարդալ Մատթեոս ավետարանից շատ ծանոթ համար, դա 9-րդ գլուխն է, և ուրեմն 9-րդ գլուխ 11 և փարիսեցիները տեսնելով նրա աշակերտներին ասեցին. Ինչու համար ձեր վարդապետը ուտում է մաքսավորների և մեղավորների հետ։ Բայց երբ որ Հիսուսը լսեց, նրանց ասեց. Առողջները բժշկի կարոտ չեն, այլ հիվանդները։ Գնացեք, սովորեցեք, թե ինչ է, ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ, որովհետև ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Փառք Հիսուսին։ Որտեղ պետք է իրոք գտնվեր Հիսուս Քրիստոսը, որ այսպես մարդիկ զարմացել էին, թե այս որտեղ է գտնվում Հիսուսը, որտեղ պետք է գտնվեր Տեր Հիսուս Քրիստոսը, աշակերտներին կանչեցին, հարց էին լուծում հետները։ Լարի, տեսնենք այս ինչ հաշիվ է։ Այդ ձեր վարդապետի հետ այդ ինչ է կատարվում։ Այդ որտե է ուտում իր համար, այս ինչ հաշիվ է, որ կանչել էին ինչ-որ հարց լուծելի աշակերտներին, և Հիսուսը չթողեց, որ երկարի այդ զրույցը։ Եվ երբ որ լսեց, ասեց. Ես չեմ եկել արդարներին կանչելու, ես եկել եմ մեղավորներին ապաշխարություն կանչելու։ Փառք Հիսուսին։ Ինչու ենք մենք այստեղ, ում հետ գործ ունի Հիսուս Քրիստոսը, բարեկամներ։ Շատ մարդիկ կան, երբ որ խոսում ես իրանց հետ, իրանք չեն հասկանում և չեն ուզում ընդունեն այս ճշմարտությունը, որտև իրանք արդար են արդեն իսկ։ Վերջերս մի անձնավորությանը, երբ որ սկսեցի հեռվից այսպես վկայել Հիսուսի մասին, շատ փափուկ, շատ նուրբ մոտեցա և ասեց ես չեմ ուզում։ Այդ սուտ բաները, որ դու ասում ես։ Երբ որ մի քիչ երկարացեցի, մոտից վեր կացավ և պարզապես գնաց, փախավ կարելի է ասել։ Ես չեմ ուզում ասում, լսեմ, այդ մարդը առողջ էր, այդ մարդը հիվանդ չէր երևի, այդ մարդը շատ արդար էր և Քրիստոսի կարիքը չուներ այդ մարդը։ Այսօր ես ունեմ այդ Քրիստոսի կարիքը, բարեկամներ։ Ես ունեմ, կապ չունի, որ 1992 թվականին Աստված ինձ փրկեց, կանչեց, ես տակավին ունեմ իր կարիքը, փառք Հիսուսին, և մինչև իմ ամենավերջի վարկյանը ես ունեմ նրա կարիքը, փառք Հիսուսին, որտև դեռ ունեմ շտկվելու տեղեր, դեռ ունեմ, բարեկամներ, դեռ ունեմ։ Եվ Հիսուս Քրիստոսի մասին, երբ որ կարդում ենք, այսպիսի համարներ էլ կա գրած, երբ որ նա գնում էր և հետաքրքիր բան էր ասում Հիսուս Քրիստոս և ասում 35 խոսքերում և Հիսուսը ամեն քաղաքներ և գյուղերը ման էր գալիս, նրանց ժողորաններումը սովորեցնելով և արքայության ավետարանը քարոզելով և ժողովրդի մեջ ամեն ցավ և ամեն հիվանդությունները բժշկելով։ Եվ ուրեմն նա գտած, որ նրանց վրա, որ հոգնած և ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն, այն ժամանակ իր աշակերտներին ասեց. հունսկը շատ է, բայց մշակները քիչ, աղաչեցեք հունսքի տիրոջը, որ մշակներ հանի իր հունսքի համար։ Փառք Հիսուսին։ Եվ տիրոջ նպատակը, որ ամեն ցավ, ամեն հիվանդություն, ամեն տկարություն, ինչ որ կա, մարդուցը վերցնի։ Սա է իսկական մեր հովիվը, բարեկամներ։ Եվ մարդիկ այնքան են կույր, որ հազար ու մի կրոններ կա։ Սա է հետաքրքիր և կուրությունը, բարեկամներ։ Հազար ու մի ուսմունքներ կան, ուղղություններ կան, որոնք նոր կտակարանյան Հիսուսի կեսի չափ այսպիսի բաներ չի խոսես, բայց մարդիկ հետևում են նրան։ Խորհուրդ չեմ տա, բայց երբ որ կարդում ես իսլամը կամ ասենք Ղուրանը, նման մարդասիրական փրկարար ոչ մի բան չկա, բարեկամներ։
Ես արդեն ասում եմ, որ դուք չկարդաք, ուսումնասիրված է։ Եվ ոչ մի կրոն, երբ որ այդ վերցնում ես կարդամ, հետաքրքիր, բայց մարդիկ հետևում են դրան, հետաքրքիր է։ Ինչպիսի կուրություն, փրկության ոչ մի ճամփա, հավիտենականության մասին ոչ մի խոսք, մեղքերի թողության մասին ոչ մի խոսք, երջանկության մասին ոչ մի խոսք, հավիտենական արքայության մասին ոչ, բայց մարդիկ հետևում են նրան։ Բայց երբ որ խոսում ես Քրիստոսի մասին, մեռելների հարության մասին, փրկագնման մասին, ազատագրման մասին, հավիտենական արքայության մասին, որտեղ չկա ցավի հոգ, սա նրանց համար միֆ է։ Մարդը չի կարողանում ընդունի սա։ Եվ սա է դատապարտությունը, որ լույսը եկավ աշխարհ եւ մարդիկ խավար ընտրեցին, քանց թե լույսը։ Հիմա Աստված արդար է, թե չէ, բարեկամներ։ Փառք նրան հավիտյան, նա արդար է։ Նա իր ժողովրդի միջոցով խոսում է մեղքերի թողության համար, որ այսօր մենք ունենք հնարավորություն։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք շնորհի մասին, քույրեր, եղբայրներ, երբ որ խոսում ենք մեղքերի թողության մասին, մենք չենք ասում, որ անընդհատ դու մեղք գործի, որովհետև այնտեղ մի հատ այսպեսի համակարգ կա, դու գործի մեղքը Աստված ներում է։ Միշտ չէ, որ այսպես պարզ ենք խոսում եւ դրա համար սխալ են երբեմն ասա, վերջ, սա ազատություն է քարոզը։ Մենք ազատություն ենք քարոզում, ոչ թե մարմնյալ մարմնից, որ ազատվենք։ Դա նշանակում է, որ ունես հնարավորություն, բայց մենք չենք ասում, որ գործիր։ Մենք չենք վախենում շնորհ քարոզելու։ Մենք ասում ենք, որ այսօր Աստված քեզ ներում է, երբ որ այն կնոջը ներեց, ասավ գնա խաղաղությունով, բայց այլևս մեղ մի գործի։ Հիմա անընդհատ հոսա չենք կրկնելու, որ դուք սխալ հասկանաք, որ վերջ, այս անձը լավ է քարոզում, այն անձը վատ է քարոզում։ Կամ որ խոսում ենք պատվերների մասին, որ սուրբ են, ու դա չի նշանակում մենք ձեզ որ Մովսես ենք տալիս կամ հրեություն ենք տալիս։ Մենակ նոր կտականամ, քանի 12 գլխում Հռոմեացիս շատերդ ինձանից լավ գիտեք։ Հռոմեացիս 12 գլուխ 26 պատվեր կան դե գրած։ Հիմա այդ պատվերները Հիսուսն ա տվել։ Հիմա անենք թե չանենք, եթե անում ենք, մտնում ենք Մովսեսի օրենքի մեջ, ոչ։ Մեր Հայաստանը ընդհանրապես չի եղել Մովսեսի օրենքի մեջ եւ չի կարա մտնի, եթե սրտովել ուզենաս։ Դա հрьяաներն էր։ Մենք Հեթանոս ու Բարբարոս ենք եղել, բարեկամներ։ Եվ մի անգամից մեր վրա հասել է Քրիստոսի փրկարար շնորհը, փառք նրան հավիտյան։ Հիմա Հիսուսը որտեղ պիտի գտնվի, մենք որտեղ պիտի լինենք, որտեղ ճոխ սեղանները, որտեղ մեզ ընդունում են, որտեղ մեզ հարգում են։ Արդյոք մեզ վայել է գնալ այն աղքատների տունը, չքավորների տունը, որ համարյա թե տուն չունեն, մեզ վայել է եւ սատանան ասում է, ինչ գործ ունես այդտեղ, բա քեզ վայել է, որ այնտեղ գնաց։ Հիսուսը որտեղ էր գնում, այնտեղ, ովքեր անտեր էին, որբերի, որբևայրների մոտ, փառք Հիսուսին։ Այսով փրկված մարդը որտեղ պիտի ես վկայությունները շատ եմ տվել, եղել է պահել, որ մեր հպարտությունը թույլ չի տվել, որ մենք էլ նման մարդկանց գնանք այսօր ողորմություն անենք։ Վայել չի, ինչ կասենք ու երբ որ ընկել ես մի հատ խմած մարդու թևը, այսպես օրերով գնում է, կասեն էս ինչ հաշիվ է, չէ՞, ամեն մարդու ռիսկը, հպարտությունը չի երկի, որ այդ մարդուն օգնություն ցույց տաս։ Շատ տարիներ առաջ էր, երբ որ այսպես գնում էի քաղաքը մեր Վանաձոր, երբ որ մի մարդ տեսա, որ չէր կարողանամ իր տեղից վեր կենալ։ Ուզում էր վեր կենալ, նստում էր, հիմա մարդ չկա, սաղ անցնում են, ընկել եմ այն բանի օրը, քահանայի, ղևտացի օրը, մեկը գնում է, մեկը ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, հիմա այն մեջ է կռիվ է, պատերազմ է։ Հիմա գնամ թե չգնամ, այ մարդ գնամ, չիս գնամ, ինչ անեմ այդ մարդու։ Բայց այդ մարդը ուզում է վեր կենա, չի հասկացա, որ այդ մարդը խմած է, հասկացանք, մի քիչ էլ ասենք, խնդիրներ ունի, միգուցե առողջական։ Հիմա այսպես ուզում եմ գնամ, չի ստացվում, էլի հետ եմ գալիս։ Ասեցի, այս ղևտացիներ երևի։ Մի հատ գնացի, էլի ռիսկը չի երկեմ, ասի, այս էլ քահանաներ։ Ասի, ես ինչ, չեմ կարամ գնամ եւ վերջ, չի ստացվում։ Ասեցի, չէ, պետքա գնամ։ Վերջը երբ որ գնացի, այս մարդուն վեր կացի, ասի, արի օգնեմ, ուր ես գնամ։ Երբ որ այդ մարդը վեր կացավ, էդ էր իրան, ասա վերջ, լավ եմ, ինձ ոչ մի օգնություն պետք չի։ Ասի չէ, արի տանեմ, գիտեք, երբ որ այդ պահերին սատանան ասում է, ինչ գործ ունես այդտեղ։ Լա քեզ նայի,
Հլա նրան նայ, այ մարդ անտուն, անբան, ինչ գործ լավերից ինչ հոտապը չեմ, ինչ գործ ունես նրա իրոք ինքը կտրեմա լրիվ ճշմարտությունից շեղամա, այդ բաները բերեմա քո առաջ դու ասես իրոք էլ ես ինչ գործ ունեմ, բայց Հիսուսը այդ ձևիների մոտ էր բարեկամներ, նա ունի փրկության կարիք, փառք Հիսուսին, ունի թե չունի բարեկամներ։ Հիմա նա եկել է մեղքերի թողության համար, մենք ինչու ենք ստեղ, երբ որ հասել է մեզ, մենք փրկված ենք, մենք է պիտի ոչ մի ջանք չխնայենք, թող մեզ անարգեն, թող մեր մասին վատ ու սուտ ու գեշ բաներ խոս, ինչ էր անեն, որ Հիսուսը Կիրակի օրը չորացած ձեռ բժշկեց ու նրան ամբաստանեցին, օրենք չի, ես ինչ ես անեմ, վատ բան եմ արել, չէ, այն մարդու ձեռքը չորացած, քանի տարվա, 20-30 միգուցե իծենցրվա բժշկվել է, բան չի ես հանդիմանում, Կիրակի օրը ասма օրենք չի, իրավունք չունես, փառավորվի Հիսուսը, այսօր իրավունք կա, փառք Տիրոջը, բժշկվելու իրավունք կա, ապաշխարելու իրավունք կա, սիրելիներ, այսօր փրկության օրը իմ ու քո համար, ես ասենք թե 3 մեղք եմ գործել, եւ անմիջապես սատանան գնում է ու չարախոսում է, գիտես ասма քո ծառա Անդրանիկը մեղք գործեց, ճիշտ է, գործեցի 3 մեղք, անմիջապես այդ չարախոսը գնում է անդե, չարախոսմա, գիտես քո զավակը մեկ այդ թույլատրությունը արև դեռևս կա բարեկամներ, իրոք կա, չի փոխվե, ինչպես հոբի մոտ էր գնա, հիմա էլ է գնում։ Հայտնության մեջ գրված է եւ այն չարախոսը, չէ, վար գծվեցավ երկրի վրա, լա դեռ վերջնական չի գծվե։ Բայց մինչև վար գծվելը չա ինչ էլ անես Աստծուն ասում է, ամեն ինչ մտքով արեցիր, ցանկությունով արեցիր, ամեն ինչ ասում է։ Բայց երբ որ ասում է, եւ մի ուրիշ մարդ եկա, նա չարախոսում է, բայց Հիսուսը բարեխոսում է, փառք Հիսուսին, նա բարեխոսում է, նա չարախոսում է, նա բարեխոսում է, հիմա ով պետք է հաղթի, Հիսուսը պետք է հաղթի, փառք Հիսուսին, հոր աշկողը բարեխոսում է իմ երեկվա մեղքերիս համար, եւ այսօր ես ընդունում եմ իմ մեղքը, եւ ընդունում եմ իմ փրկությունը, թե չէ, Եվ անընդհատ սատանան ասպա չէ քո մեղքը երևի չի ներվել եւ առանց հիմք անհիմն ասպա չի ներվել քո մորթը եւ նորից ես ասեմ Տեր Հիսուս ջանների մեղ եւ այսպես շարունակ բայց չի ներվել որ քո մեղքը ինչ հիմք ունենք չներվելու եւ ինչ հիմք ունեմ ներվելու համար հիմքը մեկն է նա ներում է ով որ սղճում է ապաշխարում է փառք Հիսուս Քրիստոսին Մեր եղբայրը ասում է Տեր Հիսուս ջան, ների մեղքս, հանցանքս եւ էքսի օրը գալիս է եւ այսպես աղոթների մեջ ասում է Հիսուս ջան, ների երեկվա գործած մեղքս եւ Տերը հայտնվում ասում է ինչ մեղք, ասում է որ 3 գործեցի, ասում է դու 3 մեղք չես գործել, փառք Հիսուսին։ Տերը ներում է, փառավորվի Հիսուսը, նա ներող Աստված է։ Նա գալիս է այնտեղ բարեկամներ, որտեղ խնդիր կա, որտեղ չբժշկվող հիվանդություն կա չլուծվող հարց կա ընտանիքը, չազատագրվող մեղք կա, խնդիր կա, աղքատություն կա, չքավորություն կա, Տերը այնտեղ է բարեկամներ, միշտ չէ որ մենք պետք է ձգտենք այդ ճոխ կյանքին եւ ինչն է պատճառը որ Աստված թույլ է տալի այս կյանքը որ կապված եմ նրա հետ բարեկամներ որ ավելի կապված եմ Հիսուսի հետ, կախված եմ նրանից, երբ որ ինձ ազատություն տա, միգուցե այլևս չկարողանամ այնքան աղոթեմ ու կարդամ ու վգայեմ, ինչքան հիմա, որտեղ Աստվածաշունչի մեջ գրված է, իմն է աշխարհը եւ նրա լիությունը, փառք Հիսուսին, չի կարա Աստված տա այդ լիությունը, բայց դեռ պատրաստ չեք բարեկամներ, այդ լիությունը երբ որ տալիս է, մարդը հանգստանում է, Դել հոգս չունեմ, էլ դարկ չունեմ, ինչի մար աղոթեմ, որ իր ընտանիքը մամեն բան լավ է, բայց բորանում է, որ հարևանի ընտանիքի մար պիտի աղոթի, իր քրոջ, իր եղբոր համար պիտի աղոթի, ինչպես իր հոգսը պիտի աղոթի, շարունակվում է, այստեղ ժամանակավոր ենք, պանդուխտներ ենք, քույրեր, եղբայրներ, թող փառավորվի Հիսուսը։ Մենք եկել ենք այստեղ Քրիստոսով հարստանալու, փառք Աստծո։ Այսօր Աստված խոստացել է օրհնություններ, խոստացել է իր խոսքը առատապես թափվի, Սուրբ Հոգու զորությունն խոստացե, եկեք պատրաստվենք, փառավորվի Հիսուսը, բերեք ոտքի կայնենք։ Հայր մեր։ Մի երկու խոսք խոսենք, ոնց հետո կաղոթենք եղբայրները կշարունակվեն, ընդհանրապես մենք մենակ ոչինչ ենք, իրոք եղբայրները շատ են խոսել նրա մասին, մենք մենակ ոչինչ ենք, մենք զրո ենք, ունայնությունից էլ թեթև ենք,
Բայց երբ որ այդ 0-ի առաջ մի հատ 1 ես դառնում, 10 դառնում, բարեկամներ, Դավիթ ասում է, ես ամեն ատեն իմ Տիրոջս իմ արջևս էի դնում, Փառք Հիսուսին։ Երբ որ Հիսուսը կա, մենք արդեն մեծություն ենք նրա համար։ Սատանայի համար արդեն լուրջ խնդիր ենք հանդիսանում։ Միշտ Տիրոջը բերեք առաջ դնենք, բարեկամներ, ընդհանրապես ոսկի քարը ինքը իրանով ոչինչ չի ներկայացնում, բայց երբ որ այդ ոսկին կրակով անցնում է, ձուլվում է, ինքը դառնում է շատ թանկարժեք, բարեկամներ, թող փառավորվի Հիսուսը, Հիսուսի արած գործը, ես պիտի նստեմ, իբրև արծաթ հալեցնող, բարեկամներ, ինքը հալեցնում է մեզ, ինքը կարողանում է սարքի դա, ինքը կարողանում է լուրջ անոց սարքի ինձ ու քեզ, հիշիր, այս հնարավորությունը միշտ չի տրվում, մենք չգիտենք ինչ գալիք կա երկրի վրա, երբ որ կարդում ենք հայտնությունը, կարդում ենք մարգարեական խոսքերը, ասում եմ միգուցե վաղը չհասցնես, միգուցե վաղը քո օրը չլինի բարեկամներ, միգուցե այսօր եթե լսում ես Սուրբ Հոգու ձայնը, մի խստացնի քո սիրտը, այսօր է փրկության օրը բարեկամներ, ինչու չգաս առաջ, ինչու չգաս խոստովանվես քո մեղքերը եղբայրների մոտ, ինչու չասես ես մերժում եմ այսօր աշխարհը, որտեվ ես կարող եմ վայրկյանների ընթացքում կորցնել իմ հավիտենական կյանքը, րոպեների ընթացքում կորցնել իմ հավիտենական կյանքը, կորցնել փրկությունը եւ դառնալ անդարձ մեղավոր, որտեղից էլ հնարավոր չի դարձի գալ։ Ինչու այսօր բարեկամներ ես չգամ, հիշիր սիրելի հոգի, հարստանալու ենք Հիսուս Քրիստոսով։ Աշխարհում կա ամենաուժեղ մետաղը, որը կոչվում է ուրան։ Նա ինքը իրանով ոչինչ չի ներկայացնում, գիտեք։ Շատ ամուր մետաղ է թանկարժեք, բայց ինքը իրանով ոչինչ չի ներկայացնում։ Բայց երբ որ այս ուրանը հարստացնում են երկար ժամանակ, ամիսներ ու տարիներ, այնքան նա տարիներով հարստանում, այնքան վտանգավոր է դառնում մարդկության համար։ Երբ որ շատ տարիներ հարստացնում են, նա դառնում է միջուկային զենք, որ կարող է երկրամասեր ոչնչացնել բարեկամներ, որքան ես ու դու հարստանանք, հիշիր, լուրջ սպառնալիք ես արդեն սատանայի համար, հարստանան Քրիստոսով բարեկամներ, և սատանան կպարտվի, նա կվախենա, միջուկային ռումբից ավելի ուժեղ է հոգևորը, հիշիր, Պողոս ասում է, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, սա միթե լուրջ հայտարարություն չի, միթե սա հպարտություն է բարեկամներ, ոչ, սա այն է, որ սատանան վախենում է, որ չհարստանան Քրիստոսով, բայց մենք եկել ենք, որ ուրանից առավել հարստանալու, որ սատանան պարտված հեռանա բարեկամներ, մենք Հիսուսին ենք ուզում, թող փառավորվի նա, այսօր բերեք մեր անձը, մեր էությունը ներդնենք և կտեսնես, քեզանից շատ լավ հոգևոր դուրս կգա, Պողոս ու Պետրոս դուրս կգա, փառավորվի Հիսուսը,